Տեսեք, օրինակ Հայաստան-Եվրամիություն առաջի գագաթաժողովի ընթացքում 5 ընկերությունների հետ փոխանակվեցին մտադրությունների հուշագիր։ Այս նշանակում է նոր ֆինանսական ներդրումների եւ նոր շուկաների, նոր պատվերների հնարավորություն այդ ընկերությունների հետ։ Այսինքն ենթադրում եմ, որ եթե այնտեղ չեք եղել, առնվազն հետևել եք process-ներին։ Հաջորդը, տեսեք, Ֆրանսիայի հետ մենք շատ կարևոր թուղթ ստորագրեցինք Բարգուշատի թունելի կառուցման կապակցությամբ եւ այստեղ մենք կրկնակի էֆեկտ ենք սպասում։ Նախ ուզում եմ արձանագրել, որ եւ բոլորի շնորհավորել, որ հյուսիս-հարավ ճանապարհը արդեն իսկ ինքը միս ու արյուն է ստանում, դե աշտարակ Գյումրի հատվածը արդեն պատրաստ է, հույս ունեմ երթևեկել եք, եթե չեք երթևեկի անպայման երթևեկեք եւ նաեւ հարավից մեծ տեմպերով շինարարություն է գնում եւ շինարարություն տեղի է ունենում շատ բարձր տեմպերով եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում ճանապարհաշինության եւ թունելներ կառուցելու մեջ, ուզում եմ հիշեցնել, որ ես էլ երկար տարիներ մենք Հայաստանում նոր թունել չենք կառուցել։ Սա ես հիմա ափսոս չեմ ճշտել վիճակագրությունը, բայց աչքաչափով ասեմ, երևի մի 40 տարի թունել չենք կառուցել, որովհետև Թիլիջանի թունելը որ եղել է, ինքը փորված է եղել թունելը, ներսի հարդարման աշխատանքներն են անհրաժեշտ եղել իրականացնել։ Առաջին հերթին ամենակարևոր բաներից մեկը Եվրոպական միությունը հայտարարություն է ընդունել ներդրողներին կոչ անելով ներդրել Հայաստանի Հանրապետությունում։ Սա նշանակում է նոր բիզնես հնարավորություններ Հայաստանի բոլոր ընկերությունների համար։ Առաջիկայում նաև կառավարության նիստում մենք ընդունեցինք գինու հետ կապված միջազգային մեծ միջոցառում տեղի ունենալու, որտեղ նաև ներդրումային քննարկումներ են տեղի ունենալու։ Մեր գինեգործության ոլորտի ամենամեծ խնդրեմը, չգիտեմ ինչքանով եք տեղյակ, որն է մեր գինեգործության ոլորտի ամենամեծ խնդրեմը։ Ամենամեծ խնդրեմը քանակների սակավությունն է, որովհետև պոտենցիալ գործընկերները Հայաստանում արտադրված գինիները, ընդ որում շատ են այդպիսի գինիները, համտեսում են, փորձում են եւ հիանում են այդ գինիներով եւ պատվիրում են քանակներ, որոնք իրականում կարող է պարզվի Հայաստանի բոլոր արտադրողների մի տարվա արտադրությունն է։ Մենք հիմա խնդիր ունենք ընդլայնել գինու արտադրությունը, դրա համար նաև խաղողի արտադրությունը պետք է ընդլայնենք, նաև գինեմեծ սորտերի արտադրությունը պետք է ընդլայնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես կարող եմ շարունակել թվարկել, բայց նոր անսահմանափակ հնարավորություններ, հիմա ես ինչքան հիշելով խոսեցի, նաև ներդրումների եւ տնտեսական եւ ներդրումային պլանը 2.5 միլիարդ եվրոն, որի մոտավորապես 600 միլիոնը իրականացվել է, բայց մենք դեռ 2 միլիարդի ռեսուրս ունենք։ Այստեղ պետք է հասկանալ, որ այդ գումարները պետք է նաև համապատասխանեցնեն բիզնեսները իրենց ծրագրերը եւ ստանդարտները, որտեղ դա արդյունավետության բարձրացման մասին է, էներգախնայողության մասին է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սրանք գումարենք նաև զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսքը, սրանք գումարենք նաև այն տնտեսական միջավայրը, տնտեսական բարձր աճերը, ահռելի հնարավորություններ կան։ Սրան գումարենք առաջիկայում սպասվող TRIP-ի նախագիծը եւ TRIP-ի իրագործումը, որը անխուսափելիորեն տեղի է ունենում եւ տեղի է ունենալու։ Սրան զուգահեռ Եվրոպական միությունը, ես մի թեթև խոսեցի դրա մասին, Երևանյան երկխոսություն ֆորումի ժամանակ մենք նաև Եվրամիության հետ քննարկում ենք Հայաստանի հյուսիսով ճանապարհային նոր երթուղիներ, այսինքն ոչ թե նոր, այլ եղած երթուղիների զարգացման հնարավորությունը, որովհետև ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, եւ էս էլ է հետաքրքիր, որ պատկերացնում եք այդ հետաքրքիր երևույթ է, որ կան բաներ, որ մենք մեր երկրի հետ կապված նոր ենք նկատում, որովհետև նախկինում չենք նկատում, որովհետև
այդ երևույթները իրանք ռելևանտ չեն եղել բայց արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրամիության խորհրդին Եվրահանձնաժողովի նախագահը դրա մասին ասաց եւ հիմա խաղաղության միջավայրում դա տրիլիոնների կապիտալ է Հայաստանի համար եւ այս բոլոր հնարավորությունները իրացնելու համար մեզ պետք է մենակ մի բան, այսինքն եթե շատ ընդլայնված ասենք, մեզ պետք է որպեսզի մենք ունենանք բավարար կարողություններ այդ հնարավորությունները հասկանալու համար։ Իսկ դրա համար մեզ պետք է մի ուղղությամբ շրջադարձային փոփոխություններ անել մեր երկրում եւ այդ ուղղությունը կրթությունն է։ Էսա պատճառը, որ մենք կրթությունը հայտարարել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Ինչ կապ ունի կրթությունը, որպեսզի մենք հնարավորությունները կարողանանք տեսնել եւ երկրորդը եղած հնարավորությունները կարողանանք օգտագործել։